Կարդալ գրքում կյանքով վարվող աստղի և անհայտի խորհուրդներում կերտել ճամփան նետքը սիրտի։ Գաղտնիքների շանձը արծաթ դնել հաստատ ջերմ ձեռքերով և հավատքից վշտով ռատապ քշել քոդին մտրակելով։ Ամեն մի վայրկյան մի գնացք է անցնում, հայտնի և անհայտ հուշի վայրերում։ Ցուրում է ռավար շոքեմեքենան և մենք լուր կանգնած առջևը դրան, կաճկլտող օրվա թրտի շուշուկով ասում ենք նրանց մնաք բարով։ 25 թվականին Բոստոնի հայրենիք ամսագրում տպագրվում է Հայաստանում պոեմը, շատ գեղեցիկ պոեմ է, որի տրամադրությունները, մտածողությունը, վերաբերմունքը երկրի ժողովրդի հանդեպ, հայրենիքի հանդեպ այդ պոեմում եղած ուրեմն տրամադրությունները, մտայնությունը, հետո մեկ տարի հետո ավելի խոր, ավելի ընդարձակ ձևով կդրսևորվեն անցորդը և իր ճամփան վեպում։ Հայաստանում պոեմը մի տեսակ ամփոփում և ամբողջացնում է Կոստանձ Զարյանի շուրջ 2 տասնամյակի պոեզիան։ Եվրոպայում թվում է նա իրեն ավելի մոտ էր զգում Հայաստանին։ Պոեմի 3-րդ մասը բանաստեղծը սկսում է Ֆլորենցիայում և ավարտում է Ամերիկայում։ Իր և Հայաստանի հարաբերության խնդիրը վճռվում է մեկընդմիշտ և ընդգծվում պոեմի խորագրով Հայաստանում։ Ուր էլ որ լինի բանաստեղծը և ինչ էլ որ պատահի, նա մնում է իր հեռավոր հայրենիքում, Հայաստանում։ Ես կամ կմնամ։ «1926 թվականին Կոստանձ Զարյանը ձեռնարկում է գրելու իր առաջին արձակ մեծ գործը՝ «Անցորդը և իր ճամփան» վեպը։ Հայաստանը տևում է իր մեջ, այդ ողբերգությունը շարունակվում է, ինքը չի կարող ապրել առանց Հայաստանի։ Եվ ինչ է անում գրողը, նա ելք է որոնում և գտնում է ելքը, նստում է գրասեղանի առջև և վեպ է գրում Հայաստանում ապրած իր կարճ ժամանակի մասին։ Փաստորեն վեպի էջերում վերստեղծում է Հայաստանի իրականությունը և կարծեք թե մտովին ապրում է Հայաստանում։ Ամենից առաջ «Անցորդը և իր ճամփան» վեպ է մեր ժողովրդի ապրած ողբերգության, Արևմտյան Հայաստանի կորստի, արևմտահայության ոչնչացման ու բնաջնջման, Սփյուռքի առաջացման և իհարկե հիմնականում 1920-ական թվականների Երևանի մասին։ Անցորդը ինքը հեղինակն է, որը գալիս է Պոլսից Հայաստան, մնում է մի ժամանակ և հեռանում է։ Երբ կարդում եք վեպը, դժվար է ժանրը որոշել։ Սա ճամփորդական նոթեր են, սրանք պարզ գրառումներ են օրագրային, սրանք հուշեր են, սրանք գեղարվեստական երևակայության արդյունք էջեր են, թե ինչ է։ Այստեղ գլխավոր հերոսը Հայաստանն է, միջավայրը, այն մարդիկ, որոնց հետ նա առնչվում է, որոնց հետ շփվում է, այն իրականությունը, որ նա տեսնում է և արձանագրում է իր գրվածքում։ Եվ կարելի է ասել, որ վեպը ստեղծում է 20-ական թվականների Հայաստանի ամբողջական պատկերը, որքան էլ զարմանալի թվա, Երևան քաղաքի ամբողջական պատկերը, հայության կյանքի ամբողջական պատկերը։ Վեպում արծարծված կարևորագույն խնդիրներից մեկը ազգային գիտակցության, ազգային էության ճանաչման ու դրսևորումի խնդիրն է։ Այս հարցերը միշտ էլ մեծապես զբաղեցրել են գրողին և գեղարվեստական դրսևորում են ունեցել նրա գրեթե բոլոր արձակ գործերում։ 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի ապրած ցնցումները, նրան վիճարկված ծանր ճակատագիրը, ժողովրդի աղետը խորությամբ ապրած հայ գրողին ստիպեցին այլ հայացքով նայելու մեր ժողովրդի անցած ճանապարհին։ Նրա պատմությանն ու ներկային և այս հայացքը երևում է վեպում։
Կոստան Զարյանը պատկերում է հայաստանյան իրադրությունը, իրականությունը։ 1923 թվականից Հայաստանում սկսվում է զտում կոչված երևույթը։ Երևանը լցված էր գաղթականներով, մի քանի 100,000 գաղթականներ։ Բոլշևիկ մեծամասնական նշանավոր մեկը հետագայում սոցիալիստական աշխատանքի հերոս ակադեմիկոս Արտաշես Կարինյանը գրում էր այդ տարիներին, որ գաղթականներին չի կարելի թողնել Երևանում, որ հայերը միտեղ շատանան, պետք է նրանց հանել Հայաստանից, ցրել Ռուսաստանով մեկ։ Նրանք ապրում էին շատ սարսափելի պայմաններում։ Գրողը դա պատկերել է նաև իր մյուս երկու վեպում՝ Բանկոպում և Նավը լեռան վրա վեպում։ 1924 թվականի հունվարի 21-ին Մոսկվայում վախճանվում է բոլշևիկյան հեղաշրջումի առաջնորդը Վլադիմիր Լենինը։ Ուրեմն Երևանում ստեղծվում է ընկեր Լենինի թաղման հատուկ հանձնաժողով, ընկեր Սուրեն Շադունցի գլխավորությամբ, եւ Երևանում Լենինի թաղման օրը 70 դագաղ են դուրս բերում տարբեր հիմնարկների մարդիկ։ Պատկերացրեք 20-ական թվականների Երևանը եւ որևէ հիմնարկությունից մարդիկ են գալիս, իրենց ուսերին տանում են մի դագաղ, կոնդից մեկն է բերում իրենց, Սարիթաղից մեկ ուրիշը, Աբովյան փողոցի վերնամասից մեկ ուրիշ խումբ իր դագաղն է բերում, սյուրռեալիստական գրականությունը կնախանձեր, աբսուրդի թատրոնը կնախանձեր, Սեմուել Բեկետը կապշեր այդ իրողության առաջ, բայց դա էր իրականություն։ Կոստան Զարյանը տեսնում է այս բոլորը, տեսնում է գաղթականների բազմությունը, որբերին, զտում կոչված երևույթը։ Անցորդը Հայաստանից հեռանում է անսովոր զգացումով։ Նա հեռանում է իր զավակների, իր ընտանիքի և իր կյանքը փրկելու համար։ Փրկվելու համար հայրենիքում իրեն սպառնացող ֆիզիկական վտանգից և այնուամենայնիվ հեռանում է երախտապարտության ու շնորհակալության խոր զգացումով։ Երախտապարտ եմ աչքերիս մեջ ամբարված արծաթե տեսիլքների համար, սրտիս մեջ մխրճված բոլոր հույզերի համար, մսերիս մեջ թրթռացող և ուղեղիս ծալքերի մեջ դրոշմված ապրումների և հեքիաթային երազանքների համար։ Երախտապարտ եմ, օ իմ երկիր, քո հասցրած ցավի և վերքերի համար։ Ես գիտեի քաղաքում մտավորականներ, որոնք անշուշտ Նավը լեռան վրա գիտեին, բայց առավել լավ գիտեին և ամենօրյա պահանջ ունեին շփվելու նրա մի աշխատության հետ, որը խորագրված է «Անցորդը և իր ճամփան»։ Լևոն Ներսիսյանի տանը ես այդ գիրքը միշտ տեսել եմ սեղանին շարժման մեջ, ոչ թե անշարժ։ Վեպը շարունակաբար տպագրվում է Հայրենիք ամսագրում 1926 թվականի հոկտեմբերից մինչև 1928-ի փետրվարը։ Վեպն ավարտվում է հրաժեշտ խորագրված կարճ, բայց հուզիչ ու ազդեցիկ վերջերքով։ Հրաժեշտը բանաստեղծական է, բաժանման տխրությամբ օծուն, լի ներքին դառնությամբ, տարագրության դատապարտված մարդու հոգեկան տառապանքով և անփարատելի ցավով։ Մեկնումի պահից արդեն Հայաստանը անցորդի համար դառնում է հեռվում մնացած երանելի իրողություն, ամբողջությամբ գարնան ու զարթոնքի, լույսի և երգի ցնծության մեջ, իսկ գրողի սիրտը անսահման տխրության։ 1927 թվականի օգոստոսի 31-ին Կալիֆոռնիայում իր մահկանացուն է կնքում Զորավար Անդրանիկը, հայ ժողովրդի լեգենդական, առասպելական անձնավորություններից մեկը, մեր ազատագրական ձգտումների, մղումների մարմնավորողը և խորհրդանիշը, ժողովրդի առանձնապես սիրված անձերից մեկը։ Զարյանն անմիջապես արձագանքում է հայ ժողովրդի մեծ կորստին, Զորավար Անդրանիկի մահվան լուրին։ 1927 թվականի սեպտեմբերի 28-ին Բոլոնիայի Il Resto del Carlino օրաթերթում տպագրվում է Il Generale Andranic, Զորավար Անդրանիկ խորագրով մի փառահեղ էսսե։ Այն հայերեն թարգմանված է և տպագրվել է Երևանյան մամուլում
եւ Կոստան Զարյանի Երևանյան գրքերից մեկում Սրտի ճանապարհով ժողովածուի մեջ։ Ահա Զորավար Անդրանիկի մահը նրան մղում է մտածելու հայ ազատագրական շարժման գործիչների մասին, առհասարակ շարժման մասին եւ ձեռնարկելու գրելու իր լավագույն գործերից մեկը Տատրագումի հարսը պոեմը։ Տատրագումի հարսը պոեմը Կոստան Զարյանը գրել է երկար ժամանակ, խնամքով նյութեր հավաքելով եւ մանրամասնորեն ուսումնասիրելով ազգային ազատագրական շարժման պատմությունը, ծանոթանալով առանձին գործիչների կյանքին ու ճակատագրին։ Կոստան Զարյանը ստեղծել է մի բացառիկ գործ իր նմանը չունեցող հայ գրականության մեջ։ Այդ պոեմում միավորվել են խորհրդապաշտական ներփասածությունը, սիմվոլիստական, իմպրեսիոնիստական պատկերավորությունը, էքսպրեսիոնիստական մտածողության արտահայտչականությունը, հայ դյուցազնավեպային գրականության հերոսականությունը, ներքին շունչը մեկ ամբողջական ստեղծագործության մեջ եւ կարևորագույնը իր լեզուն է, այս պոեմի լեզուն, որ իր մեջ միավորում է գրափարի գեղեցկությունը, արևմտահայերենի եւ արևելահայերենի գեղեցկությունները միասնաբար։ Անցորդը եւ իր ճամփան վեպից անմիջապես հետո Կոստան Զարյանը հայրենիք ամսագրում շարունակաբար տպագրում է երկու արձակ գործ, մեկը արևմուտք խորագրով, մյուսը քաղաքներ։ Դա ինչ որ առումով, ինչ որ չափով ինքնակենսագրական վեպ է, առաջին գլուխը կոչում է Սեն-ի սև հայելին, վերջին գլուխը կոչում է հեռավոր երկրի կանչը։ Հեռավոր երկիրը Հայաստանն է։ Իր ընթացքը ուրեմն կրթությունը Ֆրանսիայում, ապա Բելգիայում եւ հետագա տարիների իր կյանքը Հռոմ եւ այլն, Իտալիա եւ հեռավոր երկրի կանչը։ Այդ հատվածում խոսում է Մխիթարյանների մասին, Սուրբ Ղազար կղզու մասին, որը մի փոքրիկ Հայաստան էր Եվրոպայում։ Իր կյանքով, իր գործունեությամբ, իր հրատարակություններով եւ այլն, ինչպես տեսնում ենք, հեռավոր երկրի կանչը միշտ ուղեկցում է գրողին։ Եվ հետո քաղաքներ վեպը։ Դա էլ ներկայացնում է իր կյանքը հիմնականում 1915-ից հետո Բուլղարիայում եւ ապա Իտալիայում։ Երկու գործն էլ գրողի ներքին մենախոսություններն են, նրա խոհերի, մտածումների, հուշերի եւ հիշողությունների գեղարվեստական շարադրանքը։ Այս երկու գործերի կարևորագույն առանձնահատկությունը ու նշանակությունը դրանց խորքում ուրվագծվող ինքնակենսագրական բովանդակությունն է։ Մանավանդ, որ Կոստան Զարյանն ինքնակենսագրական բնույթի այլ երկեր կամ պարզապես ինքնակենսագրություն չի գրել, եւ նրա կյանքի վաղ տարիների շուրջ հստակ տեղեկություններ կամ հավաստի վկայություններ չեն պահպանվել։